Բարի օր, հարգելի մարզասերներ, Արոշանյան Մեդիա Սպորտ Նյուզը շարունակում է ակտիվորեն լուսաբանել հայ մարզիկների ելույթները։ Լիմայում ավարտի մոտեցող ծանրամարտի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացրել է նաև Վալերիկ Մովսիսյանը։ տարեկան է Մովսիսյանը Պայ կանգնիր շտապողականություն Մովսիսյանի գործողություններում, բայց ակնհայտ է, որ նա կարող է անել 156 kilos, please, loaders. Goga, Judge Juani. Մեդալի հավաքություն դժվար թե ունենա։ Մովսիսյանը պետք է Ջաջվանին, Կուեստան ծախողեն կամ Կուեստան ու Ռոդրիգեսը կամ Ռոդրիգես Ջաջվանին, չգիտեմ։ Պահել ապրես։ Եվ իջմակուր է հիմա կատարում վարժություն այսպես պետք էր աշխատել։ Նաև երկրորդ մոտեցման ժամանակ ափսոս կորցրեց, մեկ հնարավորություն ախր կարող ես ու պետք է անես, շատ ափսոս, որ մոտեցում կորցրեց, 156 աներ, 159 նույնիսկ 160 կարելի էր փորձել, հիմա այսպես հետ մնացին Սալեի ուսապել 0-ից։ 176 է, Վալերիկ Մովսիսյանը նախորդ տարի հրել, կանգնեց այս անգամ ավելի լավ ու վերևում, ու պահել, հաշվում են, այո, շատ ծանր տրվեց անկեց սպասում էի մինչև հայտարարվեր good lift-ը, տպավորություն կար, որ ինչ-որ բան այն չէր, բայց ամեն դեպքում կարևորը հաշվեցին, մնացածը մեզ չի հետաքրքրում, շատ ծանր տրվեց այս մոտեցումը Պատանիների Եվրոպայի չեմպիոնը այս անգամ մասնակցել է երիտասարդների միջև 89 կիլոգրամ քաշային կարգի պայքարին։ Հայ ծանրորդը մի քանի հաջող մոտեցում է կատարել կռիվ տալով ծանրաձողի հետ, սակայն երկամարտի արդյունքով չի կարողացել տեղ գտնել մեդալային եռյակում։